սա առողջ մտածելակերպ ունեցող մարդու մոտեցում չի, բայց այդ հիվանդությամբ ուզում է վարակել մեր ժողովրդին ամբողջությամբ։ Երբ երկու հարևան իրար մոտ համերաշխ են ապրում, բարձր պատ չեն կառուցում, հակառակը, թափանցիկ մի բան է սարքում, որովհետև իրարից չեն զզվում, իրարից համերաշխ են, իրար սիրում են, հարգում են։ Բայց իրականությունը այսօր սա է, ես բերեցի երկու շատ պարզ օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչ տրամաբանություն է տիրում Հայաստանում իշխանավորների մոտ, թե ինչպիսի խառնաշփոթ է իրենց գլխում։ Եվ պետք է ամեն մեկը մտածի, թե այս խառնաշփոթը ինչ ազդեցություն ունենալու ամեն մի քաղաքացու վրա, երկրի անվտանգության վրա, երկրի բարեկեցության վրա։ Վստահ եղեք, լավ հետևանքների այս ամենը չի բերելու։ Ես օրինակ բերեցի Բեռլինյան պատի, երևի երիտասարդները դա չեն հիշում, բայց եղել են երկու Գերմանիա, չէ, եղել է սոցիալիստական Գերմանիա եւ ֆեդերատիվ Գերմանիա, GDR, FRG, մի պահ ես պատկերացրեցի, եթե սառը պատերազմի այն թեժ ժամանակ, օրինակ GDR-ի առաջնորդը գար այդ պատի մոտ եւ ասեր այս պատը խաղաղության խորհրդանիշ է։ Հաջորդ օրը գժանոցում կհայտնվեր այդ մարդը։ Սա է իրականությունը։ Ընդհանրապես այն, ինչ ասում են հիմա, իրարամերժ այնպիսի հայտարարություններ են անում, որ մեկ-մեկ մարդ շշմում է, ասում է, լավ, սրանք, եթե իսկապես այսպես են մտածում, ապա հոգեբանի կամ հոգեբուժի կարիք ունեն։ Եթե այդպես չեն մտածում, ուրեմն մի ամբողջ ժողովրդի դնում են խելագարի տեղ։ Սիրելի ժողովուրդ, մենք այս ամենը շտկելու պատմական հնարավորություն ունենք։ Եվ այս պատմական հնարավորությունը հունիսի 7-ն է։